Ես գիտեի, որ եթե մնամ Հայաստանում, երբեք պոտենցիալս լիարժեք չեմ ռեալիզացնելու եւ չեմ բացվելու։ 2019 թվականներ, երբ ես ավարտում էի պետական բժշկական համալսարանը եւ մեղմ ասած խեղդվում էի։ Ես չէի կարողանում հաշտվել, որ մեր կրթական համակարգը այդքան ոչ արդիական է եւ ավելի շատ չէի հաշտվում, որ գրեթե ոչ ոքի դա չէր հետաքրքրում։ Ես ինքս երբեք չեմ եղել пассив բողոքողի կերպարում, ովքեր ինձ հետ եղել են ուսանողական տարիներին կփաստեն, որ շատ հաճախ արձագանքել եմ առկա խնդիրներին, փորձել տարբեր օղակներում գտնել այդ հարցերի պատասխանները եւ շատ հաճախ միայն հիասթափվել եմ։ Ես հասկացա, որ իմ ամբողջ կենսական էներգիան եւ ռեսուրսը կգնա նման անիմաստ քննարկումների եւ բանավեճերի վրա, որը ես կարող էի ներդնել իմ կրթության եւ իմ ապագայի մեջ։ Դրան գումարվում էր իրավիճակը տանը, որը ինձ այդքան էլ դուր չէր գալիս, քանի որ մենք բազմանդամ ընտանիք էինք, շատ հաճախ տանը աղմուկ էր, ես չունեի իմ սահմանները, ամբողջությամբ կախված էի իմ ծնողներից, դե պատկերացրեք հայ գերհոգատար ծնողներ, ես չէի կարողանում ձևավորվել որպես ինքնուրույն անհատ։ Ինձ համար այն իրավիճակը, որում ես գտնվում էի այդ շրջանում, այնքան անտանելի էր, որ ես հասկացա, որ ես կամ գնում եմ Գերմանիա, որը ինձ կտար հնարավորություն ավելի լավ կրթության, ծնողներիցս անկախանալու, աշխատելու, կամ ուղղակի ամբողջ կյանք հարմարվում եմ, որ ես այդպես էլ երբեք չեմ